Այս համակարգ, որտեղ խաղարկելու է այդ մոդելը, որտեղ ինքը ունի իր անապահովությունները։ Ուսուցիչներն են ընտանիքից գալի, իրանք էլ ունեն ամուսին, սկեսուր, սկեսուրից սկեսուր, հարևաններ եւ այլ։ Այսինքն իրենք էլ ունեն իրենց մտահոգությունները, իրենց անապահովությունները եւ գալով դպրոց իրենք էլ ինչ-որ մի աշակերտի հանկարծ չեն սիրում, սկսում են վատ վերաբերել, մի աշակերտի հանկարծ հավանում են եւ սկսում են շատ սիրել։ Չէ՞ որ սրա համար իրենք էլ իրենց անձնական պատճառներն են։ Եվ իրենք էլ կարիք ունեն հասկանալու, դա շատ հաճախ ասում են չեմ հասկանում։ Ինչ շատ որ մեծ աշակերտի հետ աշխատել։ Ես ինչ կողմեմ, չեմ հասկանում, ինչի՞ է։ Այսինքն իրենք էլ են ուզում հասկանալ, մարդ են, իրենք էլ են ուզում հասկանալ, չէ՞։ Թե ինչու իրենց հետ այս ամենը պատահել։ Եվ հոգեբանն այն մարդն է, որը այս օգնությունը, ապահովությունը, աջակցությունը, անվտանգ միջավայր համար կարող է ապահովել, որտեղ բոլոր այլ քննարկումները մանկավարժների տեղ են մնում, ասենք տնօրենի հետ, այստեղ շատ կա բնականաբար համակարգում, կրթական համակարգում, շատ կա այդ գնահատողականությունը, ուսուցիչի գնահատում է աշակերտին, ուսուցչի աշխատանքը գնահատում է տնօրենը, տնօրենի աշխատանքը գնահատում են այնտեղ ավելի վերևներից եւ անընդհատ կա գնահատում։ Բնական է շատ դժվար է այս մարդկանց հասկանալ, որ կա մի միջավայր, մի տեղ, մի տարբերակ, որտեղ մարդիկ իրար չեն գնահատում։ Բայց սա պետք է օգնել, չէ՞ որ այս երևույթը կայանա։ Եվ երբ որ այստեղը մենք օրինակ աշակերտի համար ստեղծում ենք մի տեղ, որտեղ հոգեբանը չի ձեռքի հետ ճաշ պատրաստում, ձեռը դել ասում է, հա երեխա, լավ, սա տեսնենք դասերը ինչա։ Այլ ինքը նստում է աշակերտի հետ եւ իր հետ միասին քննարկում իրեն հուզող հարցերը։ Ու ինքը ասում է, վայ, փաստորեն այսպես էլ է, հա, կարելի։ Եվ երբ որ մենք ուսուցչին մի միջավայր ենք տալի, որտեղ կարող է ազատ խոսել առանց այդ լարվածության վախի, որ հիմա իրան գնահատական են դնել։ Ասում է, վայ, իրեն սենց է։ Թե չէ դու մեկ այսօր գնահատում ես, հռոծում տնալ։ Հա, այդպես գնահատում են ես, մարդիկ մի տեղ չգիտեն են, որտեղ վերջապես կարող են իրենց հանգիստ զգալ։ Հա, եւ շատ իրոք դա բարդ աշխատանք է։ Իշխող Սիվան ասում է, մենք պետք է հաշվի առնենք այս բոլոր համակարգերի հատումը, հա, որտեղ դա հատվում է մի տեղում, եւ մենք նստում ենք եւ օգնում ենք, որ այդ ամեն ինչը կարծես ինի վեր, ինչ որ մի բալանսի կա այս ամենը։ Եվ սա մի ունիկալ այս հատման տեղը, սա մի ունիկալ տարածք է ստեղծում, որը իրանց կյանքում ուրիշ տեղ չկա։ Սա մի տեղ է, որ մի հարաբերությունների տեսակ է, որ ուրիշ տեղ չի մնա։ Եթե մենք կարող ենք սրան հասնել, սա ինչ-որ հոգեթերապևտիկ տեխնիկա չի, հա, ճիշտ է ասում Սիվան, հոգեթերապևտիկ տեխնիկա չի։ Սա ուղղակի մի տարածք է, որտեղ տեղ են ունենում բաներ, որոնք կյանքում ուրիշ տեղ չեն տեղի ունենում։ Եվ սա մի նորություն է, մի բացահայտում է, մի ստեղծարարություն է մարդու համար, որտեղ ինքը ազատ է։ Եթե կարող ենք այս միջավայրը ստեղծել, իմացեք շատ ավելի շատ բանարած կլինեք, քան շատ հոգեթերապևտ։